Ավագ հինգշաբթի ժամը 16-ից Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտընլվայի արարողություն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այն ամենայն հայոց հայրապետն է կատարում։ Միաբանները, զինվորները, մանուկները թափոր կազմած հայոց հայրապետին մայր տաճար ուղեկցեցին։ Օրնեսի և սրպեսի ջուրս և յուղս այս նշանավ։ Կարեգին երկրորդը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է և սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը։ Շատ հուզումնառատ մի ապրումներ ունեցա, քանի որ միշտ մենք սովոր ենք, որ երիտասարդն է ծառայում կամ կրտսերն է ծառայում ավագին, բայց այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով մեր ազգիս հայոց հայրապետ Վեհափար հայրապետը լվանալով մեր ոտքերը ցույց տվեց այդ խոնարհումը, ինչպես պիտի ծառայենք մեկս մյուսին, եւ սա ինձ համար մեծ օրինակ էր, մեծ պատիվ էր։ Ես ուրախացա, որ շապիկով բարձրացա խորան բարձրանալ ես շատ եմ սիրում։ Առաջին անգամ եմ մասնակցում ոտընլվայի արարողությանը ու ես շատ լարված էի, որ Վեհափար հայրապետը լվաց իմ ոտքը։ Եթե ես, որ Տեր եւ Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այնինչ ես արեցի ձեզ։ Վերջին ընթրիքից հետո այս խոսքերն ասաց Քրիստոս, երբ ծնրադրած լվաց աշակերտների ոտքերը։ Ոտընլվայի կարգը խորհրդանշում է ավետարանական այս դրվագը։ Հիսուսի ժամանակաշրջանում յուղը չի օգտագործվել, արարողության մեջ այն ավելացել է հետագայում եւ խորհրդանշում է ավետարանական մեկ այլ դրվագ, երբ անառակ կինը օծեց Տիրոջ ոտքերը։ Հետաքրքրն է, որ ժողովուրդը իր ժամանակի ժամանակ սպասում էին Մեսիայի գալստյան, բայց իրենք կարծեն, որ Մեսիան պիտի գա եւ պիտի պայքարի եւ հաղթահարե հռոմեացիները դուրս պիտի վրընդե եւ պիտի վերահաստատի աշխարհական թագավորությունը Դավթին։ Բայց Հիսուս ուզեց իրենց հիշեցնել, որ այս նույն Մեսիան, որ իրենք սպասում են, իր մասին նաև գրված է, որ պիտի խոնարհ լա, չարչարվի եւ մերժվի իր ժողովրդի կողմեն եւ օրինակ պիտի լա ներողամտության, համերաշխության։ Հավասիկ խաչվել է մի քանի ժամեր առաջ, վերջի ցիկեն հետո կամ առաջ մեր Տերը ծունգի եկավ եւ լվաց ոտքերի իր աշակերտներուն մեզի թաս տալով, որովհետեւ մենք կարելի նման ոչ թե միայն ֆիզիկապես իրարու ծառայենք, այլ նաեւ հոգիով, սրտով, խոնար մտքով ամենքսալ միացած մեկ հավատքով, որն է մեր հավատքի Տեր Հիսուս Քրիստոս